Ալո, բարև ձեզ, դուդա սուդա։ Ուրեմն սվթուց ներկայանամ ես Պլորյան Ալմաստն եմ, Ալմաստ Պլորյան։ Եվ ես ուրեմն շատ եմ լսել, դե դուք էլ եք լսել են 88 սուպերմարկետների ցանցի մասին, որ պատկանում է Յանին, թե պատկանում է Աննա Հակոբյանին։ Եվ ես որոշեցի իմ անձնական ոնց որ քննություն անցկացնել։ Այսինքն այդ գնամ մտնեմ այդ սուպերմարկետ դրանց մեջ ու տենց մի հատ իմ անձնական քննեմ այդ հարցը ու գնացի մտա 88 սուպերմարկետ կետեմ մտա ու տենց մտա աղբեջան ու ասելը բերեք տենամ ձեր տերը ով է հա ու ուրեմն պարզել եմ այնտեղ դոկումենտացիայով բանով պարզեցի բերեցին ցույց տվել աղբեջան որ սեփականատիրոջ անունը ես անձամբ ինքս իմ աչքերով տեսել եմ էլի ուրեմն բանն է Հակոբ Աննայան Հակոբ Վովաևնա ու ոնց որ այդ մարդն է սեփականատերը որը вообще կապ չունի Աննա Հակոբյանի հետ էդի ռաս էդի որ ձեզ ապացույց որ Հակոբ Աննայանը вообще ասենք նորմալ հայդին մարդ է հա ոչ մի կապ չունի հպարտ ընտանիքի հետ էլի հա ուրեմն ինչ էլի հա ուսած մտնում ես 88 սուպերմարկետ ուսած 88 անգամ ուզում ես շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը հա ալո ամեն ինչ ընտիր sense ամեն բոլոր ապրանքները ուրեմն հպարտ տեսք ունեն հպարտ հա հատկապես բաները ասենք զակատի կրիշկեքը ու բանը թթվի քարերը թթվի քարի տենց բաժինել ունեն էլի հա էլ չեմ ասում հպարտ մուրաբեքի բաների արա մտնում ես մսի բաժին արա աշկերտ շեշ ու բեշա կայնում ինչ ասես կա էլ քոր խոզի տուշոն կա էլ հպարտ լամայի բան ռուլետ կա ոչ ամեն ինչ էլի sense ու բան զոմբի ծոցերի համար ջուջլակեր ծոցերի համար աննախադեպ ակցիա կա վաճառում են ուրեմն աղացած ջուջլամիս շատ այնպես մաչելի հպարտ գներով վաճառում են որ այդ զոմբի ծոցերը ոնց որ դե դրանք հիմնականում անատամ են այնպես մլմլացնելով այնպես բան մաներից ներս անեն ուտեն ու այնպես ոնց որ բան բավարարվեն ջուջլով ջուջլամսով էլի հա ու խանութի մեջ ուրեմն ընդհանրապես ասենք թալանչիական գներ չեն էլի օրինակ բանը մսի բաժնում նույն մսի բաժնում բան կա ասենք նախկին թալանչիներից պատրաստված սուջուխ հրաշք բան է ավելի նոր տեսականի կա ասենք Հայկ Քոջյանի բան կաթի փոշի շատ ասում են անառատ կաթա ու естественную անառատ փոշի բան կա նորույթ աննախադեպ ակցիա 88 սուպերմարկետներում ուրեմն Անդրանիկ Քոչարյանի թեթև արդյունաբերական թափոններ այտենց առնում ես ու այտենց թափով թափում ես էլի այդ զրթուզի բիլը հա բան կա շատ հետարքիր մի ուտեստ են վաճառում բանը ուրեմն Գևորգ Պապոյանի կերած 4-րդ կարգի ցորեն նո կերած ու հետո թրքած ցորեն են վաճառում շատ նորմալ գները որ հպարտ քաղաքացիները ոնց որ լապեն ու գոյատևեն որպես գոյանքներ էլի հա եւ ատմոսֆերան մթնոլորտը շատ բարեկեցիկ է խանութի մեջ ասենք բան պատերին կախած են օրինակ Էրատո ջոկատի կիսամերկ նկարներով օրացույցները այո ուրեմն բանի բաժնում տնտեսական բաժնում ուրեմն աներձակի էրոտիկ ֆոտոսեսիայի արդյունքներ ասենք պատին իրա տկլոր նկարներն են կախված որպեսի առաջացնեն բան էլի ախորժակ կլիենտների մոտ հատկապես ջուջլակեր ծոցերի մոտ եւ այդ ապուշները որպեսի գնեն բան էլի դե չգիտեմ բենզանասոս եւ թթվի քար տնտեսական բաժնում վաճառում են ասենք Հովիկ Աղազայանից պատրաստված պարատանյութ այտենց հաճելի անակնկալ մատուցեց մեզ Հակոբ Աննայանը բան կա ուրեմն ինչներ հա Պետրոս Ղազարյանի
մոժոժ են վաճառում, հա, Պետրոս Ղազարյանի անաչառ տոտիկներից պատրաստած մոժոժ, ուրեմն պահածոների բաժնում լիքը բան կա, ուրեմն տուշոնկա կա, Սերժիկի ու Ռոբիկի նկարներով, բայ։ Մի հատ անճոռնի ապրանք կար, որը կյանքում չեմ առնի, բաններ, Քորլևոնի մուրաբա, որը ընդհանրապես ես պատկերացրի ուտելու բան չի հասկանում, եք Քորլևոնին հիշում եք, ժողովուրդ ջան, բոլորդ էլ հիշում եք, այն որ սաղ կյանք բոլորից բաներ, ասես մի աշկով էր նայում այդ անտերը, յախ կարա թավեմ բոյոտ, հա, բան կա, շատ մի հատ շատ հաճելի պրիատնի անակնկալություն ինձ ստիպեց ուրախանալ, բաններ, ուրեմն մերժված օղի, ուրեմն Սաշիկի օղին, հա, մերժված օղի է կոչվում, վրան է Սաշիկի նկարն ասես ճպցրած ու օղին ընդամենը բան է, 20 աստիճան է, հա, 20% աստիճան է, էլի ոնց որ 40-ի տեղ, ոնց որ հարալ կեսը Սաշիկը լափը լկել է, այն 20-ն էլ մեզ է թողել որպես մատուցում, բեն որ ասում էին, Նիկոլը որ ասում էր քյաբաբ առ քյաբաբ հետ են բերելու, հիմա Սաշիկն էլ արախ առ արախ ոնց որ հետ բերեց մեր ժողովրդին, կարակ այդ 20 աստիճան օղին լկեք, ասենց կիսա մարդ դառնաք ու вообще տենց ասենք խանութի մեջտեղում երխուշտա բարեք էլի տենց ինքնամոռաց անխնա կերպով ասենց ասենց ձեներով բան երխուշտա բարեք էլի, հա, էլ իշ կար, հա, մոռացա ասեմ, այդ ուրեմն աշխատակիցն է որ մտնում ես խանութ, սա շատ բան, բարեկեցիկ տեսքով մոտենում են, ասում են, ասեք, կանենք ու տենց առանց պատասխան լսելու, տենց հելնում գնում են տուն, շատ պրիատնի է, հա, ուրեմն կալբաստեղենի բաժնում, բանա, էլի, ուրեմն կալբաստը պատրաստվում է, կալբաստը ու սասնցքին պատրաստվում են միայն այն տավարներից, որոնք ծնվել են 2018 թվականից հետո, այսինքն հպարտ տավարի մսից, էլի, հպարտ տավարի միսա, հա, ուրեմն ձվի բաժնում, ուրեմն բոլոր ձվերի վրա, սենց սիրուն գրածա դուխով, սենց, հա, ուրեմն աշխատակիցը մի ջահել տղա էր, մոտեցա ասում եմ, ապեր, ջահել, Աչոն ջան ասում են, քո բանը ձվերը դուխով է, ձեր ձվերը դուխով է, արում եք այդենամ համաշեց, հելավ գնաց, ասենք ինչ կարդ է համաչելու հանեիր, ցույց տայիր, ասենք կնես բան չի էլի, ասենք ինչ-որ խայտարակ չեք կրնելու, հա, ուրեմն բաներ կար, մկան դեղ էին ծախում, դեղ է, ասենց մկան դեղ է, վրան էլ պաչիմույտը Հովիկ Աբրահամյանի նկարն էր, չհասկացա այդ ինչի անեմ ինչ էլի, հա այդ մկան դեղի կողքն էր, պրյամիկոյի կողքը բան էր դրած, ուրեմն նեխած ձկնեղենի բաժին կա, այդպես նեխած ձուկ էին ծախում, այդ մկան դեղի կողքը էր, որ ասենք հաճախորդը կլենտ է, հենց մտնի տուջի ջոգի, որ ասենք ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու, չհաց մեր մեջ ասած թե որ կեր է այդ նեխած ձկից, մի թեթև էտես մկան դեղ ներս արեցի, սովածի, արա որ գնացի վազեցի ավելի ճիշտ զուգարան, լավ էլ օբշի պլստած էլի, հա, հոտ դոգեր են շատ լավ ծախում 8 սուպերմարկետներում, հոտ դոգա ու վրան ոնց որ մեր դոգի դեմքն է, հենց հոտ դոգերի վրա, ոնց որ մուռ են հանում այդ մարդուց էլի, մուռ են հանում, հա, շատ լավ իշլի քյուֆթա ունեն խանութում, կոչվում է իշլի էշլի քյուֆթա, մաքուր տենց չալոյի մսից էլի, ու բան կա է իստեսինյու, բան, օծանելիքի բաժին, դուխու բաժին էլի, ու գիտեք մի հատ նոր, ոնց էր նորամուծություն է, մուտքա գրվել մեր կյանք, ուրեմն օծանելիք են ծախում ախուրյանցի անո, այսինքն փչում ես վրետ ու ախուրյանցի անոյի հոտա գալը վրից էտ էլի, են հիշում եք ախուրյանցի անո, որ գորում են նիգար, որ ձեռները բարձրացած է, այդ ես ձեռները բարձրած քրտնած վիճակի, շատ հպարտ քաղաքացու հոտա վայնյա տանում էլի, հա, այդ օծալինիքն էլ ասեցինք, հա, ուրեմն նոր տարվա բաժնում, բանը, խաղալիքների էլ, փոքրիկների, մեծիկների, պուչուրիկների համար խաղալիքներ, վախենալու խաղալիքներ են ծախում, բանով, Արսեն Թորոսյանի վախենալու դեմքով, որ երեխեքը նայեն վախենալ էլի, ասենք մոտավորապես սենց, հա, այդպես դեմքով խաղալիքներ են ծախում, որ ոբշի վախնաս ու վաբշե դառնաս ամբարակյատ էլի, հա, բաները, աշխատակիցները խանութից դուրս գալուց, ասենք զդաչի չեն տալի վաբշե, ասում են ապագա կա
ու դու սենց աչուկներդ այսպես թարթելով հելնում սիկտիրվում ես տուն էլի բան կա մի հատ աձելենի կա աձելենի ուրեմն ռասի սապոկ լիզողների համար ուրեմն ռդեի քաղաքացիների ուրեմն մի հատ բաժին կա սռոկա անցած զարթուզիբիլ սաղեն բան փդած էլի հա թո ուտեն սատկեն սիկտիրվե մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ ուրեմն քննելով այդ բանը խանութը ես եկա այն եզրակացությանս որ ուրեմն Հակոբ Աննայանը Հակոբ Վովայևնան вообще ոչ մի կապ չունի ոնց որ Իջևանյան կլանի հետ հասկանում եք ինքը լրիվ անաչառ բիզնեսմենս կա որը իր բիզնեսը անցկացնում է Հայաստանում ու ոնց որ բաներ ամուծում հարկեր վարկեր ամուծում ու մենք եւ դուք որպես քաղաքացիներ լափում ենք այդ լափամանից որպեսի երկիրը ապագա բանը լինի ոչ զարգան արա բան չի արա ոչ արա հավատացեք խոսքից դե ու թութ սուպերմարկետները вообще կապ չունի մեր սիրելի մեր սիրուն Աննա Հակոբյանի հետ вообще ոչ մի կապ չունի Աննա Հակոբյանը ամենաանաչառ կնիկն է չհասկացան կարա